1988 թվականի փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին առաջին հանրահավաքները, որոնք շուտով վերածվեցին համաժողովրդական գործադուլների։ Շարժման գլխավոր պահանջը Արցախը Հայաստանին միավորելն էր։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ վարչական միավորը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը պաշտոնական որոշում ընդունեց դիմելով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդին, խնդրանքով վերամիավորել Արցախը Հայաստանին։ Շարժման սկզբնական փուլը բացառապես խաղաղ բնույթ ուներ։ Մարդիկ դուրս էին գալիս հրապարակ, պահանջելով ազգային ինքնության վերածնունդ եւ պատմական արդարության վերականգնում։ Այդ օրերին Հայաստանում բողոքի ալիքները ներառեցին ոչ միայն ազգային, այլև բնապահպանական ու քաղաքական խնդիրներ, դարձնելով շարժումը համաժողովրդական։ Ճիշտն ասած, որպես Ղարաբաղյան շարժում էր սկսել, ամենակարևորը ինձ համար դա վերին աստիճանի լայն խավերի արտնացումն է։ Եվ ես պետք է գովասանքով արտահայտվեմ այն ժամանակվա լայն խավերի մասին։ Դրանք եկել են ոչ թե զորբայությամբ, ոչ թե ինչ-որ վերավորանքներով եւ այլն, այլ հստակ իմանալով, որ այն պայքարը, որի մեջ մտնում են, նա ունի հստակ իրավական, պատմական եւ բարոյական հիմք։ Եվ այդ իմացությունն է բերել բոլոր մնացած այն հաջողություններին եւ երբ որ հենց շեղվում ենք անհաջողությունների։ Փետրվարի 20-ին Թատերական հրապարակը լցված էր հազարավոր մարդկանցով, որոնց համակարգելու համար ձևավորվեց կազմկոմիտե եւ ավագների խորհուրդ։ Շարժման ընթացքից մեծ քաջ ծանոթ անուններով։ Խորհրդային իշխանությունները սկզբում փորձեցին անտեսել շարժումը, ապա այն անվանեցին ծայրահեղական։ Սակայն շարժումը օրեցօր աճում էր։ Մոսկվայից անուղղակիորեն պահանջում էին հրաժարում, սակայն ընտրվեց պայքարի ճանապարհը։ Պատասխանը չուշացավ։ Սումգայիթում սկսվեց հայերի ջարդը, բազմաթիվ բնակիչներ սպանվեցին, հազարավոր մարդիկ բռնի կերպով դուրս եկան իրենց տներից։ Սումգայիթում ողբերգական իրադարձությունները արմատապես փոխեցին իրավիճակը, խորացնելով էթնիկ հակասությունները։ Գիտեք, դա միշտ եղել։ Ես պետք է ասեմ, որ քանի որ Բաքու եմ ծնվել, ես պետք է ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի եւ հայերին, ադրբեջանցիները սկսել են կերտել իրենց ռազմավարությունը Թուրքիայի իհարկե պես ղեկավարության ներքո փաստորեն հենց սովետական ժամանակներին, առնվազն ես որ սովորում էի 60-ական թվականներին, չկար պատահական քայլ, չկար պատահական արտահայտություն։ Վերին աստիճանի հետևողական կար այդ մտածումները։ Եվ ես այն ժամանակ եմ արդեն նկատել, որ կարող է հայկական կողմը, ասենք հանձինս ինչ-որ խմբերի տանուլ տա, ինչպես ես ասել եմ, որ այն ինչ-որ մենք կարողացել ենք նվաճել, կարողանալու ենք նվաճել պատերազմի կամ մարտի դաշտում, կարող են տանուլ տալ ուղղակի բանակցությունների եւ քննարկումների ժամանակ։ Այսինքն այդ թույլ կողմը, ես կասեի հենց գարշապարը հայկական հասարակության եւ չեմ ընդգծի զուտ երիտասարդ սերնդի։ Ուղղակի հիմա դա ավելի արտահայտիչ է, կարծում եմ շատ պայմանների ներազդեցության ներքո, բայց կարծում եմ, որ այդ գիտելիքի պակասը, գիտելիքը ուժից ցածր գնահատելը դա վերին աստիճանի վտանգավոր բան է, երբ որ ինձ ասում են ուժն է ծնում իրավունքը, ես միշտ ասում եմ խելքն է ծնում ուժը։ Այդպես չի, որ ուժը դա այսպես մկանների կամ զենքի ուժով է։ Եվ այս առումով ես մնում եմ նույն կարծիքի, եթե մենք ունենանք եւ այն պետք չի ամբողջ ժողովուրդը միավորվի, բայց ես երբևէ այդպեսի բան չեմ ասել, մեզ պետք է այն պասիոնար խմբի շատ ոչ այդքան լայն խավ, որը ամբողջովին կփոխի այս տխուր գործընթացների ընթացքը։ Փետրվարին սկսված շարժումը նոր թափ ստացավ մայիսին, երբ ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն։ Այս կառույցը դարձավ շարժումը նոր փուլ մտցնող առանցքային օղակը, որը հետագայում ճանապարհ հարթեց հայկական տանկերի մուտքը հայկական Շուշի։ Միամտությունը բավականին ներհատուկ էր իրոք լայն խավերի։ Մենք ինչ-որ համոզված ենք, որ քանի որ սկսվել է նոր շարժում, այն է պերեստրոյկա, գլասնեստ եւ այլն, չգիտես ինչի այդ համոզմունքը կար, որ վերջապես կարող ենք հասնել մեր այն արդեն տասնամյակներ տարիներ նշмарած նպատակներին եւ
այդ առումով մասնակցությունը ամեն մեկից եւ անձամբ իմ մասնակցությունը միշտ եղել է ավելի շատ լավատեսական, քան այն խոչընդոտները, որոնք հետագայում մենք հանդիպեցինք, բայց հենց որ խոչընդոտները հայտնվեցին, փոխարենը ասենք հիասթափություն առաջանա կամ ինչ որ վատ, այսպես ասած, մերժողական վերաբերմունք, խիստ հակառակը, այն ժամանակվա տրամադրությունը ես կցանկանայի հիմա տարածեի, որ եթե տեսնում ես մի բան չի ստացվել կամ խոչընդոտ է, նշանակում է քիչ ես արել, պետք է տասնապատիկ շատ անես։ Եվ դա գիտեք, ես մերժում եմ այն մոտեցումը, որ այկան ուժեղ կարող է ուժեղ պետություն լինի, բայց ուժեղ ազգը դա ոչ թե նրանով է, որ բանակ ունի կամ շատ զինված է, այլ բառեզ բուն իմաստով կամքն է եւ բարոյականությունը։